Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ բեմում կայացավ ժողովրդական երգչուհի Ասիա Երեմյանի առաջին մենահամերգը Հայրենի քաղաքում։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբում է շուրջ 10 տարի, ուստի հենց հարազատ նվագախմբի հետ պետք է ներկայացվեր այն տարիների աշխատանքը, նվիրումն ու ազգային երաժշտության հանդեպ սերը, ինչն էլ գյումրեցին ընդունեց մեծ ջերմությամբ ու լեփ լեցուն դահլիճում։ Փորձել ենք ստեղծել գեղեցիկ երաժշտական մթնոլորտ, որ հանդիսատեսը իսկապես վայելի երեկոն։ Իմ առաջին մեծ մենահամերգն է, մեծ պատասխանատվություն է իհարկե, ներկայանալ համերգին, հուզմունք կա միանշանակ, բայց նաև շատ ուրախ եմ եւ հպարտ, որ կարող եմ իմ երաժշտությամբ կիսվել իմ հանդիսատեսի հետ։ Բեմում միավորվել էին հայկական աշուղական ստեղծագործությունները Սայաթ-Նովայից մինչև Աշուղ Շերամ ու մինչև մերօրյա աշուղների ստեղծագործություններ։ Ազգային երաժշտության արժեքը լավ գիտի երգչուհին, լավ գիտի նաև ինչպես մոտ պահել հանդիսատեսին ազգայինի ակունքներին։ Բոլոր աշուղների երգերն էլ առանձնահատուկ ձևով եմ ներկայացնում, զգացմունքով, ինձ թվում է դա երևի թե հանդիսատեսը համերգի վերջում արդեն կհաստատի։ Ասյան, եթե չեմ սխալվում, արդեն մոտ 10 եւ ավելի տարի աշխատում է նվագախմբում եւ այդ տարիների ընթացքում Ասյան կարողացել է իր մասնագիտական ունակությունները բարձրացնել եւ հասել է իր երիտասարդ տարիքին կարելի ասել հասել է կատարողական վարպետության եւ այսօր շատ ուրախ ենք, որ միասին բեմ ենք բարձրանալու եւ մեր հանդիսատեսին ենք ներկայացնելու մեր ազգային ոչ գիտական ժառանգությունը։ Բեմին Ասիա Երեմյանի կողքին նվագախմբի մենակատարներն են եւ ոչ միայն։ Շատ մեծ քայլ է, մեծ թռիչք է Գյումրիում ունենալ մենահամերգ եւ լեցուն տալիճ։ Այդ փաստը է այսօր։ Համերգը ընթանում է շատ ուղղակի հիանալի, դեռ նույնիսկ մի ֆաշ նոտա չի երգել։ Այդ արդեն հաղթանակ է։ Հանդիսատեսի ջերմությունից կարելի է հասկանալ, որ համերգը ինքնին ստացված է։ Համագործակցությունը միշտ Ասիայի հետ մենք երգել ենք ու այս մենահամերգին եւս հրավիրեց ինձ, ես մեծ ուրախությամբ մասնակցեցի այդ համերգին։ 7 տարեկանից երգում է Ասիան, ում այսօրվա երգեցողությունը բարձր են գնահատում ինչպես երաժշտասերներն, այնպես էլ մասնագիտական հանրույթը։ Բնականաբար ուզում ենք արդեն նրան տեսնել մեր փառապանծ կատարողների շարքում, նա այդ հավակնությունը ունի, արդեն ներկայացրել է բավական լուրջ հայտ։ Այսօր ես ուրիշ հուզմունքով եմ եկել եմ այն նույն զգացողությամբ, ինչպես երևի երջանկահիշատակ մայրս ներկա կլիներ այս համերգին։ Սոնա Հովանիսյանը նաև հիշում է, որ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբում Ասիա Երեմյանը սկսել է աշխատել հենց Հասմիկ Կիրակոսյանի առաջարկով։ Եվ լսելով Ասիային, մեկ այլ վայրում, մեկ այլ բեմի վրա եւ փորձել է առանձնանալ եւ ասել, որ աղջիկ ջան, ես ուզում եմ, որ դու տեղափոխվես Գյումրի, գաս եւ երկես ժողովրդական գործիքների նվագախմբում, որովհետեւ յուրահատուկ է ձայնը։ Գյումրիում մենահամերգ ունենալը յուրատեսակ քննություն է յուրաքանչյուր արտիստի համար, եւ այս երեկոն ապացուցեց Ասիա Երեմյանը ոչ միայն պատրաստ էր այդ փորձությանը, այլև հաջողությամբ հաղթահարեց այն արժանանալով հանդիսատեսի անկեղծ ծափահարություններին։ Աստղիկ Խաչատրյան, Հրաց Սահակյան, Խանովանիսյան, այսօր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հրավիրյալ մասնակիցներ։ Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Օրակարգի առաջին հարցի շրջանակում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է, որ հայտարարագրման գործընթացին առնչվող իրավախախտումների կապակցությամբ վարչական եւ քրեական վարույթների ընթացքում ի հայտ են գալիս վարչաիրավական եւ քրեաիրավական բնույթի հանգամանքների տարբեր մեկնաբանություններ, ինչը կարող է ազդել իրավակիրառ պրակտիկայի միասնականության վրա։ Այդ համատեքստում ընդգծվել է հայտարարագրման առնչվող իրավախախտումների քննության իրավասություն ունեցող մարմինների, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հակակոռուպցիոն կոմիտեի միջև փոխադարձաբար հաշվառվող եւ համադրված մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը, միաժամանակ ընդգծելով հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկվեցին կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքն ու արդյունքները։ Խորհրդարանականներին ներկայացվեցին նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները եւ ըստ ուղղությունների կառավարության վարած քաղաքականությունը։ Մատնանշվեցին այն թիրախները, որոնք եղել էին գործադրի ամենօրյա գործունեության առանցքում՝ կրթություն, արդարադատություն, էներգետիկա, մարզերում ենթակառուցվածքների զարգացում, գյուղատնտեսություն, բնապահպանություն, տնտեսություն, սոցիալական ու բժշկական ոլորտներ։ Այս ուղղություններում գործադիրն իրականացրել է առավելագույնը սահմանված ցուցանիշներին հասնելու համար։ 2025-ին առողջապահության ոլորտում իրականացվեց շրջադարձային փոփոխություն։ Ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթ, որով էլ տրվեց համակարգի մեկնարկը։ Նախարարը դա որակեց պատմական եւ ժողովրդի համար կարևոր բարեփոխում։ Ընդամենը 2.5 ամիսներ անց արձանագրում ենք, որ մեր բնակչությունը գոհունակ է, բարեփոխումը իրացվեց սահուն։ Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվեց շուրջ 1.600.000 քաղաքացի, որից 53%-ից ավելին բաժին է ընկնում 65+ տարիքային մարդկանց, մոտավորապես 98%-ի սահմաններում հիվանդանոցային այցերը արդեն մնացածին է բաժին ընկնում։ Հաշվետու տարում առաջին անգամ իրականացվեց մասնագիտական անհատական լիցենզավորման գործընթացը, առանցքային էին հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման տեսանկյունից Վանիկ Օհանյանն առանձնացնում է անպտղության հաղթահարման ծրագրի հաջող ընթացքը։ Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում մենք ունեցել ենք 7722 շահառու, որի արդյունքում ծնվել են 561 երեխաներ, եւ դա բավականին լավ ցուցանիշ է, որովհետեւ մենք գիտենք նաեւ սահմանված թիվ գոյություն ունի առհասարակ համաշխարհային պրակտիկայում, մենք այդ ցուցանիշից մի բան էլ ոնց որ թե ավելի լավ վիճակում ենք։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էլ 2025-ին իրականացված աշխատանքների կատարման ընթացքն ու արդյունքները ներկայացրին 5 գերատեսչության ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ ցուցանիշները բավականին լավն են, փաստում է Բաբկեն Թունյանն ու անդրադառնում իրականացրած աշխատանքներին։ Խոսելով ֆինանսների նախարարության վերաբերյալ պատգամավորն առանձնացնում է ամենաքննադատվող ցուցանիշը։ Կարևորագույն ցուցանիշը երևի պարտքի ցուցանիշն է, որը չնայած շատ է քննադատվում, բայց ըստ էության մենք տարին փակել ենք 47%-ից մի քիչ ավելի բարձր պարտքով, ինչը նախատեսված է սկզբում նախատեսված 50%-ի համեմատ էական բարելավում է։ Հասարակությանը հուզող հաջորդ հարցն էլ այն է, թե ինչ ուղղություններով է պետությունը ծախսում վերցրած պարտքը։ Պարտքը ծախսվում է ենթակառուցվածքների կապիտալ ներդրումների վրա եւ կոնկրետ ծրագրերի վրա։ Եվ կա հստակ կանոն, որ դու չես կարող
ավելի շատ պարտք վերցնել, քան կապիտալ ներդրումներ կատարում, այնպես որ այդ խոսակցությունները, որ պարտքը վերցել են, պարգևավճար են բաժանել աշխատավարձ, դա ըստ էության որևէ հիմք չունի։ Շոշափելի են նաև էկոնոմիկայի նախարարության արդյունքները, բազմաթիվ են աջակցության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ արդյունաբերություն, տուրիզմ, փոքր ու միջին բիզնես։ Ընդհանուր կա 7% տնտեսական աճ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասով էլ զգալի են IT ոլորտի զարգացման տեմպերը։ Ունենք նաև մեր ընդունած օրենքի հետևանքները տեսնելու հնարավորություն, որտեղ մենք ընդունեցինք բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության մասին օրենքը, որը 25 թվականի հունվարի 1-ից մտավ ուժի մեջ եւ տարվա արդյունքներով մոտավորապես 9 միլիարդ դրամի աջակցություն են ստացել ոլորտի ընկերությունները։ Նաև անցած տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրերի հիմքեր են գծվել, ասենք NVJ-ի կամ արհեստական բանականության ծրագրերը, Starlink-ի մուտքը Հայաստան։ Հաշվետու տարվա համար պետական եկամուտների կոմիտեի մասով Թունյանն առանձնացնում է հայտարարագրման համակարգը եւ վարչարարության արդյունավետության պարզեցումը։ Այսինքն պետությունը ամեն միավոր հարկ հավաքելու դիմաց քանի միավոր ռեսուրս է ծախսում եւ ինչքան ավելի քիչ ծախսելով մենք ավելի շատ հարկ ենք կարողանում հավաքել, նշանակում է համակարգը ավելի արդյունավետ է աշխատում, այդ առումով նույնպես աճ ունենք։ Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2025-ին կատարած աշխատանքները падգամավորը որակում է հսկայածավալ եւ մատնանշում ուղղությունները՝ հյուսիս-հարավ ճանապարհ, թունելների, կամուրջների արդիականացում։ Ազգային ժողովի գլխադասային մեկ այլ հանձնաժողովում էլ падգամավորներին ներկայացվեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությունների իրականացրած աշխատանքները։ 2025-ի տվյալներով համախառն գյուղարտադրանքը եղել է շուրջ 1 տրիլիոն դրամ, ցուցանիշը 24-ի համեմատ աճել է 5.6%-ով։ Վերենշվածում բուսաբուծությանը բաժին է հասել 540 միլիարդ։ Կառավարության ուշադրության առանցքում են եղել ինտենսիվ այգիները, հիմնվել է 13645 հեկտար այգի։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի շրջանակում էլ ձեռք է բերվել շուրջ 1300 գյուղտեխնիկա։ Կատարողականից անմասն չեն մնացել ջերմային տնտեսությունների զարգացմանը, սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին տրվող աջակցության ծրագրերը։ Նորարարական գյուղ ոլորտ ունենալու համար գործադիր աշխատանքները իրականացրել գրեթե բոլոր ուղղություններով։ 5200 գյուղատնտես աջակցության ծրագրի շնորհիվ կարողացել է հիմնել գարնանացան, հացահատիկային, հատիկա-ընդեղենային եւ կերային մշակաբույսերի ցանքեր։ Կառավարության գործնեության առանցքում է եղել սոցիալական ապահովման ոլորտը, ինչպես փաստում է Հերիկնաս Տիգրանյանը, պետական բյուջեի շուրջ 26%-ը 2025-ին ուղղվել է սոցիալական պաշտպանությանը։ 25 թվականին ծախսային առումով ծախսվել է 903 միլիարդ դրամ։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ գործադիրը հաշվետու տարում հասել է նախապես սահմանված բոլոր թիրախներին, ինչպես եւ խոստացվել էր նվազագույն եւ միջին կենսաթոշակները համադրելի դարձան նվազագույն եւ սպառողական պարենային զամբյուղներին։ Կենսաթոշակները բարձրացվեցին նաեւ հետվճարի համակարգի միջոցով։ Շատ կարևոր է նշել, որ 25 թվականի տարեվերջին մենք արդեն ունեինք շահառուների ավելի մեծ թիվ, որոնք իրականացնում էին անկախի եղանակով առևտուր, գնումներ, որովհետև սրանով ինքը նպաստում էր իր կենսաթոշակի ավելացմանը։ Հաջողված ծրագրերի շարքում падգամավորը մատնանշում է բնակապահովման 16 միլիոնի ծրագիրը, որը կարճ ժամանակով դադարեցվել էր պայմանավորված հայտերի մեծ թվով։ Անհրաժեշտ էր մշակել հայտերն ու դիտարկել վարկավորման փուլերը։ Շահառուների զգալի թիվը գործադրի համար հիմք հանդիսացավ վերսկսելու ծրագիրը եւ ընդլայնելու աշխարհագրությունը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մինչև ծրագրի կասեցումը ձեռք են բերել կամ շինթույլտվություն կամ հողամաս այդ նպատակով, նրանք շարունակում են կամ դառնում են ծրագրի շահառուներ եւ համակարգ կարող են մտնել արդեն նոր շահառուներ եւ կարեւոր է որ մենք այդ բնակարանի մատչելիության ծրագիրը զարգացնում ենք նաեւ այն համայնքներում նաև սահմանամերձ համայնքներում, որտեղ վերջին շրջանում կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են այդ հաստատությունները։ Առանցքայինների շարքում էին անհուսալի վարկերի ծրագիրն ու վարկառուների համար իրականացվող տնտեսական ակտիվության խթանման միջոցառումները։ Հնարավորություն ընձեռվեց առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը պայմանով, եթե քաղաքացու վերցրած վարկերի գումարները միասին չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ 25
25 թվականի կատարողականով մոտ 8000 անձ դիմել եւ դարձել է այս ծրագրի շահառու եւ մաքրել է իր վարկային պատմությունը։ Պարբերաբար վերանայվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները, դրանց շրջանակում 2025-ին ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալ վերականգնողական ծառայություններից օգտվել է շուրջ 419 անձ։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում էլ նախորդ տարվա կատարողականը ներկայացրին ուժային կառույցների ներկայացուցիչները։ Ելնելով գաղտնիության սկզբունքից, զեկույցների մի մասը քննարկվեց փակ ձևաչափով։ Դոնալդ Թրամփը վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ կավարտեն Իրանի դեմ պատերազմը, սակայն չգիտի երբ։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանում հաջողվել է հասնել իշխանափոխության։ Մենք արդեն հաղթել ենք, Իրանը այլևս ոչինչ չունի, առաջնորդներ էլ չունեն, բայց մենք զրուցում ենք ճիշտ մարդկանց հետ, որոնք ցանկանում են գործարք կնքել։ Երեք մի զարմանալի բան տեղի ունեցավ, նրանք մեզ նվեր են ուղարկել, շատ մեծ նվեր, որը հսկայական գումարներ արժե։ Միայն կասեմ, որ դա կապված է նավթի եւ գազի եւ Հորմուզի նեղուցի հետ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները վարում են Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ փոխվարչապետ Ջեյդի Վենսը։ Բանակցությունների ֆոնին որոշել ենք չհարվածել էներգետիկ օբյեկտներին։ Գործարքի հիմնական պայմանն այն է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Չեմ ուզում նախապես հայտարարություններ անել, բայց նրանք համաձայնել են, որ երբեք միջուկային զենք չեն ունենա։ Հատկանշական է, որ Իրանը պաշտոնապես հերքում է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու Թրամփի հայտարարությունը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանը տարբեր երկրներից, այդ թվում տարածաշրջանային, առաջարկներ է ստացել միջնորդելու Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններում։ Մենք արձագանքել ենք դրանց։ Մեր դիրքորոշումը հստակ է, շարունակելու ենք պաշտպանվել։ Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, չեն կարող վստահել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, քանի որ արդեն դիվանագիտական աղետալի փորձ են ունեցել Վաշինգտոնի հետ։ Մերձավոր Արևելքում զարգացումները հեռախոսով քննարկել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները։ Էմանուել Մակրոնի խոսքով ինքը վերահաստատել է տարածաշրջանային երկրների վրա հարձակումները դադարեցնելու, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու եւ Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու կարեւորությունը։ Նա կոչ է արել Մասուդ Փեզեշքյանին բարի կամք դրսեւորել եւ ներգրավել բանակցություններին։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, արդեն Իրանի արտգործնախարարը Չինաստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հավատացրել է, որ այն է միջազգային անվտանգ նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրանի դեմ ագրեսիվ պատերազմին։ Աբբաս Արաղչին ընդգծել է, Թեհրանը ցանկանում է հասնել համապարփակ, այլ ոչ ժամանակավոր հրադադարի։ Ստեղծված իրավիճակին է անդրադարձել Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել։ Նրա խոսքով Մերձավոր Արևելքում էսկալացիան Իսրայելի եւ այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձեռքի գործն է, որի համար սակայն վճարում է ամբողջ աշխարհը։ Ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Նավթի գնի բարձրացումն անկասկած ազդում է նաև Թուրքիայի տնտեսության վրա։ Ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակումն էլ, որտեղով անցնում է համաշխարհային էներգետիկ առևտրի 20%-ը, լրջորեն ազդել է համաշխարհային տնտեսության վրա։ Միջոցներ ենք ձեռնարկում մեր քաղաքացիներին այս ցնցումներից պաշտպանելու համար։ Դիվանագիտական հուն վերադառնալու կոչերին զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելը ամերիկյան ուժերը թիրախավորել են Թեհրանը եւ իրանական այլ բնակավայրեր։ Իրանը տեղեկացրել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ կրկին հարված է հասցվել Բուշերի ատոմակայանի տարածքին։ Վնասներ չեն արձանագրվել։ Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելին եւ տարածաշրջանում որոշ օբյեկտների։ Պայթյուններ են որոտացել Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում եւ Իրաքում։ Սպիտակ տնից հայտնել են, որ չնայած բանակցային գործընթացին չեն պատրաստվում թույլատրել ռազմական գործողությունների դինամիկան։ Իսրայելը եւս շարունակելու է ռազմական հարվածները ինչպես Իրանում, այնպես էլ Լիբանանում։ Դիանա Գասպարյան։ Դպրոցական գրադարանները կարող են եւ պետք է դառնան կրթամշակութային կենտրոններ։ Այս նպատակին տանող քայլերն են ներկայացվում Գավառ համայնքի դպրոցական գրադարանների աշխատակիցներին։ Հանդիպում քննարկումը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ եւ իրականացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի եւ Խնկո Ապուր անվան ազգային մանկական գրադարանի հետ գործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է վերհանել դպրոցական գրադարաններում առկա հիմնախնդիրները, փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Նաև հանդիպումը լավ հնարավորություն էր միմյանց հետ ծանոթանալու եւ փորձի փոխանակման եւ հետագայում ավելի սերտ համագործակցելու համար։ Դպրոցական բոլոր գրադարաններում խնդիրների շրջանակը նույնն է։ Մասնագետ գրադարանավարների պակաս, չթարմացվող գրականություն,
տարածքի անբարեկարգ ու անհրապույր պայմաններ, սակայն այս խնդիրներով հանդերձ հնարավոր է զարգացնել դպրոցական գրադարանները, եթե գրադարանավարը հմուտ է իր գործում, ճիշտ է կառավարում գրքային ֆոնդը եւ ամենակարևորը, տարբեր գործընթացներում ներգրավում է սովորողներին։ Սա գրադարանային գործի փորձառու մասնագետների համոզմունքն է։ Շատ գրադարաններ դպրոցական վերանորոգված չեն, հատկապես գյուղական դպրոցների գրադարանները։ Նոր գրքերի խնդիրը փաստորեն բոլոր գրադարանավարները բարձրաձայնեցին, որ իրենց գրադարանները նոր գրքերով չեն համալրվում, որը շատ խիստ կարևոր է դպրոցական գրադարանների համար։ Դպրոցական գրադարանները փոքր տարածքներ են գրկում, դա էլ կարևորագույն խնդիրներից է։ Վերանորոգումը, կահույքը, բազմաթիվ խնդիրներ այսօր արծարծվեցին։ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիա Համբարձումյանը, կարելի ասել հանրապետությունում առաջինը նախաձեռնեց, որ մենք գանք այստեղ եւ գրադարանային գիտելիքների հետ կապված մեր կարծիքները, մեր դիտարկումները անենք, որպեսզի դպրոցական գրադարաններին կարողանանք օգնել ինչ որ չափով աշխատանքները բարելավելու, նոր հունի մեջ մտցնելու եւ դպրոցի գրադարանը դարձնելու իսկապես դպրոցին կրթական ծրագրերին համապատասխան հաստատություն, որը լուծի խնդիրներ։ Գրադարանների սպասարկման բաժինների աշխատանքի կարևորությանն է անդրադառնում Խնկո Ապոր անվան մարզային մանկական գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։ Ըստ բանախոսի, գրադարանային պայմաններն ու հարուստ գրաֆոնդը երկրորդային են դառնում, եթե ճիշտ չի կազմակերպվում սպասարկումը։ Ծրագրային եւ գիտաօժանդակ գրականությանը հավասարապես տիրապետելը հնարավորություն կտա աշակերտներին նորություն առաջարկել եւ դպրոցական գրադարանը դարձնել տեղեկատվական կենտրոն։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Կառավարությունը Հայաստանում համայնքների խոշորացման հերթական որոշումն է ընդունել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի առաջարկած նախագծով համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64, 3 մարզում 3 խոշորացված համայնք սկզբունքով։ Փոփոխությունը իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64։ Խնդրում եմ հաստատել։ Եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք գետ մեկ դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք, վայ, այս ինչի սենց արեցինք։ Պետք է չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի եւ բնակավայրերի կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն եւ անգամներով մեծանում են։ Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ փնջերը՝ Լոռու մարզում Ստեփանավան համայնքը, որը կներառի ներկայիս Ստեփանավանը, Գյուլագարակը եւ Լոռիբերդը ընդհանուր 20 բնակավայր։ Սյունիքում Գորիս համայնքը, որը կընդգրկի ներկայիս Գորիսը, Տաթևը եւ Տեղը, ընդհանուր 28 բնակավայր։ Վայոց ձորում Եղեգնաձոր համայնքը, որի կազմում կլինի ներկայիս Եղեգնաձորը, Արենին ու Եղեգիսը, ընդհանուր 32 բնակավայր։ Ժամանակին արդեն իսկ խոշորացված Տեղ ու Տաթև համայնքների կրկին խոշորացմանը Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանը դեմ չէ։ Ես ի սկզբանե էլ խոշորացմանը կողմ եմ եղել, որտեղ կենտրոնացված բյուջեով հնարավոր է ավելի մեծ աշխատանք կատարել։ Եթե նախկինում վերցնենք X գյուղը ունի 100 միլիոն բյուջե, այդ 100 միլիոն դրամով մի մասը աշխատավարձ էր, մի մասը տենց գյուղի, տենց լույս եւ այլ, ինքը տենց կապիտալ շինարարության կամ ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար բյուջե չէր կարողանում կոնկրետ տնտեսում ցույց տալ։ Այս դեպքում ստացվում է խնդիրների հերթականություն ամբողջական լուծելը։ Ես շատ կողմ եմ, որովհետեւ նույն Գորիս խոշորացված համայնքում օրինակ սահմանամերձ գյուղերում տրանսպորտը անվճար է։ Եվ մենք նույն մեքենաները, ասինքն այս դեպքում արդեն ունենք այդ սուբյեկտը, որը զբաղվում է։ Ընդամենը 1-2 մեքենա կավելացնենք եւ Տեղ ու Տաթև համայնքում էլ խնդիրը կլուծվի։ 10 տարի առաջ խոշորացված Տեղ համայնքը ներառում է 7 վարչական միավոր՝ Տեղ, Արավուս, Կորնիձոր, Քարաշեն, Խնածախ, Վաղադուր, Խոզնավար։ Համայնքի կենտրոնը Տեղ բնակավայրն է։ Տաթև համայնքը խոշորացվեց 2015-ին։ Համայնքը ընդգրկում է Տաթև Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատապ եւ Քաշունի գյուղերը։ Կենտրոնը Շինուհայրն է։ Ինչ է ստացվում փոփոխությունից հետո այս խոշոր համայնքները եւս կկոչվեն վարչական բնակավայրեր։ Ես չեմ ուզում այսպես ներկայացնել, որ վարչական տարածք է դառնում, ինչ որ մի բան փոխվելու է։ Ոչ, միանշանակ փոփոխություն լինելու է դրական, թե Տեղում, թե Տաթևում շատ լուրջ ներդրումներ են կատարելու,
որովհետև արդեն խոշորացված բյուջեի միջոցներով խնդիրների լուծումը ավելի հեշտ է տրվելու։ Գուցե սկզբում մի գյուղ անենք, հաջորդ տարի մյուս գյուղ անենք, բայց ստացվելու է, որ մի գյուղում օրինակ պատկերացրեք, այսօր գյուղ ունենք 1 միլիարդ դրամի ներդրում է կատարում։ Դա գյուղի պատկերացնում է, քանի տարի պետք է գյուղապետարանը իր բյուջեն տնտեսել, որպեսզի կարողանար 1 միլիարդ դրամի ներդրում անել։ Փորձեցինք կապ հաստատել Տաթևի եւ տեղի համայնքապետերի հետ եւ լսել նրանց կարծիքը նախագծի վերաբերյալ։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը չցանկացավ հարցազրույց տալ եւ նշեց, որ կառավարության որոշելիքն է եւ այն պարզաբանելու իմաստ չկա։ Տաթև համայնքի ղեկավար Սամվել Ալայանի պատասխանը եւս նույնն էր՝ առարկություններ չունի։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան։ Ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենգզինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, ողորկափող հրացան, 2 ատրճանակ, մոտ 600 փամփուշտ եւ զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենգզինամթերք է թողել Երազգավորսկ գետ կավտոճանապարհին։ Հայտնաբերվել է ատրճանակ, տարատեսակ 71 փամփուշտ եւ զինամթերք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենգզինամթերքը։